Աղջիկ ջան, խնդրում եմ մի հարցրու, թե չէ պետք այնպես բաներ կասեն, որ ավելավա չասեն։ Բնականաբար դեմ եմ այդ ամեն ինչին, հա, որ այտենց վատ է պատասխանում։ Էթիկայի շրջանակում պիտի լինի գրառումը։ Ով ինչ բառապաշար ունի, նա էլ օգտագործում է, ցավոք սրտի։ Մենք տենց ղեկավար չենք ունեցել, կարելի է մի քիչ ազգի մասին մտածել։ Պաշտոնավոր մարդ արարքա թույլ տալի, որը հարիր չի իր պաշտոնին, ուրեմն ազգային ժողովը ձեզ օրինակ։ Այո, ես ընդունում եմ, որ ինքը ճիշտ է։ Եկեղեցի սուրբ վայրը, պետք է շատ մաքուր։ Եկեղեցու դեմ հանդես գալ նշանակում է հանդես գալ նաև մեր ինքնության դեմ։ Կապ չունի դա, եկի վարչապետն է եղել, ես եմ եղել, թե մեկ ուրիշը։ Սխալ բառապաշար օգտագործում է։ Չէ, դա անբարոյականություն է, դա չի կարելի այդպիսի բաներ գրել։ Եթերում են էլ։ Եթե ինքը ուզում է իրան հարգեն, ինքը նման կերպ չպետք է վարվի մեր ժողովրդի հետ, մանավանդ որ ժողովուրդն է իրան ընտրել։ Փաշինյանի վերջին գրառումը տեսել եք։ Դրանը մի տուր։ Ոչ ուզում եմ լսեմ, ոչ ուզում եմ տեսնեմ, ընդհանրապես։ Ամոթ է ընդհանուր առմամբ մեր հայ ազգի համար ամոթ է։ Նման բաները փակ դռների մեջ պետք է լուծվի, այդ որ կեղտը ջրի երես չբարձրանա, եթե իրոք նման բաներ կան, չի կարելի։